այժմ հնչում է Արցախի Հանրապետության օրհներգը։ Շնորհակալություն, բարի օր, սիրելի հայրենակիցներ, շատ շնորհակալություն Վանաձորյան այս ցուրտ, թաց, մառախլապատ օրը այստեղ լինելու եւ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման Վանաձորի տարածքային կառույցի գրասենյակի բացմանը մասնակցելու համար։ Ողջունում եմ ձեզ սիրով։ Այս գրասենյակը ձեզնից յուրաքանչյուրինն է։ Հեշտ գործերը ուժեղ մարդկանց համար չեն։ Դժվար է ոչ միայն եղանակային վատ պայմանների հետ կապված ակտիվություն դրսևորելը, այլև դժվար է երկրում տիրող քաղաքական ծանր եղանակի հետ կապված ակտիվություն ցույց տալ։ Դժվար է կոմֆորտից դուրս գալ։ Դժվար է հաղթահարել դժվարություններ, հաղթահարել ճնշումներ եւ աջակցել ներկայությամբ գործով ու խոսքով կառույցի, որը ունի ընդգծված ընդդիմադիր քաղաքական վարքագիծ։ Դրա համար եւս մեկ անգամ ձեզ բոլորին մեծ շնորհակալություն։ Ուզում եմ տեղեկացնել, որ այս գրասենյակը զուտ նախընտրական տրամաբանությամբ բացվող գրասենյակ չէ։ Հայաքվեն ազգային քաղաքացիական միավորում է, որը իր մարզային գրասենյակները բացել է դեռևս 2024 թվականի վերջից։ Մեր գրասենյակներում, որը Լոռու մարզում թվով 4-րդ գրասենյակն է, Վանաձորի գրասենյակը, թվում էր, թե պետք է առաջինը բացվեր, բայց հանգամանքների բերումով առաջինը չի բացվել, մեր գրասենյակում մենք մարդկանց հետ ենք հանդիպում։ Մենք մարդկանց հետ կիսում ենք մեր արժեքները, մեր գաղափարները, մեր մտածումները, բայց նաև տեղեկանում ենք մարդկանց ցավ ու դարդից, մարդկանց մտածածից, մարդկանց խնդիրներից, հասարակ գյուղացու, հասարակ քաղաքաբնակ մարդու խնդիրներից։ Եվ դրա համար այս գրասենյակը ես խնդրում եմ ընկալել որպես ձեզնից յուրաքանչյուրի գրասենյակը։ Նրա դռները բաց են մեր առաջ, իսկ առաջիկայում մանավանդ շատ ավելի պատասխանատու ժամանակահատված է։ Եվ մենք ուրախ կլինենք ձեզնից յուրաքանչյուրին տեսնել, լսել եւ համագործակցել։ Ես այսքանով ամփոփում եմ եւ խոսք ուզում եմ փոխանցել Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող պարոն Ավետիք Շալամյանին։ Համեցեք, պարոն Շալամյան։ Շնորհակալություն։ Սիրելի ընկերներ, սիրելի համախոհներ, աջակիցներ, ողջունում եմ սիրով բոլորիդ։ Շատ շնորհակալ եմ, որ այսօր իսկապես այս խոնավ եւ ոչ ամենատաք օրը հավաքվել եք այստեղ, երբ որ նայում եմ բազմաթիվ ծանոթ դեմքեր եմ տեսնում, դեռևս օրինակ տեսնում եմ Հովհաննեսին, դեռևս ազգային օրակարգի մեր օրերից, տեսնում եմ շատերի, որոնց հետ սրանից 3 տարի առաջ մենք իրականացնում ենք մեր ստորագրավակը, պաշտպանելու մեր Արցախը, պաշտպանելու մեր ազգային ինքնությունը, պաշտպանելու մեր զոհերի հիշատակը, որ այսօր ցավոք գործող վարչախումբը կասկածի է ենթարկում։ Բայց մենք ի սկզբանե մեր ստեղծման առաջի օրվանից գործել ենք նրա համար, որ պաշտպանենք իրավունքները, մեր ազգի որպես ամբողջություն, բայց նաև ձեզանից յուրաքանչյուրինը, յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը։
Մենք մշտապես մեր սկզբան օրվանից գտնվել ենք պայքարի մեջ այդ իրավունքների համար։ Միշտ չի որ ստացվել է, քանի որ մշտապես մեզանից հզոր ուժերի դեմ են գնացել, բայց երբեմն էլ ստացվել է։ Այս վերջերս օրինակ, երբ որ վարչախումբը ստիպված եղավ թոշակները բարձրացնել, նրանց հետո երբ որ երկար ժամանակ պնդում էր, որ փող չկա բյուջեում, մեր բոլորի միասնական պայքարը ցույց տվեց, որ փող էլ կա, թոշակներն էլ բարձրանալու են, ստեղ ներկաներից շատերն են դրանից դերևս փոքր, բայց ինչ-որ մի հատ օգուտ են ունենալու։ Բայց մեր պայքարը բնականաբար շարունակվում է եւ մեր ազգի իրավունքների համար եւ յուրաքանչյուր իրավունքների համար։ Եվ այս գրասենյակ, ինչպես Մենոն արդեն ասեց, դա կապող օղակն է Վանաձորի եւ մեր միջեւ։ Վանաձորը պատահական տեղ չի։ Դա ոչ միայն մեր հանրապետության երրորդ խոշորագույն քաղաքն է, այլև փառավոր պատմություն ունի։ Վանաձորում 1918 թվականին, երբ որ նա դեռ Ղարաքիլիսա էր կոչվում, կանգնացվել է թուրքական Վեհիբ Փաշայի Հայաստան ներխուժած իրականում ամենամեծ բանակը։ Եթե Սարդարապատում մեր դեմ 1.5 թուրքական դիվիզիա էր կռվում, ըստեղ 2 թուրքական դիվիզիա էր, եւ դրանց վանաձորցիները, այն ժամանակ Ղարաքիլիսեցիները, Ղրշաղցիները, Գարեգին Նժդեի, Թոմաս Նազարբեկյանի գլխավորությամբ կարողացել են կանգնացնել մեծ կորուստներ են պատճառել է դրանից հետո, որ Վեհիբ Փաշան հայտարարել է, որ հայերը ապացուցեցին իրենց ապրելու իրավունքը, չեն կարող մենք իրենց ապրելու կամքը կոտրել։ Ուստի այսօր մենք նրա համար ենք այստեղ, որպեսզի այդ ապրելու իրավունքը վերահաստատենք, ամրապնդենք եւ շարունակենք գնալ առաջ։ Սովետական տարիներին Վանաձորը նաեւ խոշորագույն արդյունաբերական կենտրոն էր, բայց ցավոք վերջի 30 տարիների ընթացքում այդ արդյունաբերությունից շատ քիչ բան է մնացել։ Եվ մեր խնդիրներից մեկը նաեւ հենց կոնկրետ Վանաձորում պետք է լինի այն, որ կորսվածը աստիճանաբար վերականգնվի։ Իհարկե անցյալը երբեք հետ չես բերի, բայց այս քաղաքում, որտեղ այս քանակությամբ կրթված տեխնոլոգիապես գիտակից աշխատասեր մարդիկ են ապրում, բնականաբար շատ ու շատ բան պետք է արվի, որպեսզի վերականգնվի քաղաքի արդյունաբերական հզորությունը, նոր էկոնոմիկա կառուցվի, նոր աշխատատեղեր ստեղծվեն, քաղաքը լիաթոք կարողանա շնչել եւ կարողանա վերականգնել նորից իր տեղը մեր երկրի կյանքում։ Դրանով ես ուզում եմ եւս մեկ անգամ ողջունել բոլորիդ խնդրել, որ այս գրասենյակին վերաբերվեք որպես ձերը մայրերը, ովքեր այսօր իրենց ամեն ինչ թողել են ու ներկայությունով դարձրել իմ գեղեցիկ օրը։ Շնորհակալ եմ նախ բոլորիդ այս իրոք այս ցուրտ, այս Վանաձորյան թաց օրը հաշվի չառնելով կողքին իմ ընկերների կողքին դրվելու համար։ Բայց ամենակարևորը ուզում եմ ես դες մի հատ կարևոր բան ասեմ։ Այո, ոնց Վալագյանը ճիշտ նշեց։ Մենք այսօր ճիշտ է Վանաձորը վերջում ենք բացում լոռու տարածքում, բայց դա ինքնան պատակ չի։ Այս գրասենյակը շատ մեծ ու շատ լուրջ ակնկալիքներ ունի։ Մանավանդ մեր բոլոր են համակարգացնից, ովքեր իրենց բարի խորհուրդները, իրենց հարցերը, իրենց ուզող բոլոր խնդիրները կամ իրենց առաջարկները կարող են սիրով ներկայացնել եւ կիսվել մեզ հետ։ Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր վանաձորցի առանց երկմտելու մտնի մեր հայակվեի գրասենյակ եւ իր հարցը բարձրացնի կամ իր խորհուրդը տա կամ ամենակարևորը, որ այսօր մենք ունենք դրա մեծ խնդիրը չկողմնորոշված լինելը, գա իր հարցերով փորձի լրացնել այդ բացը։ Տեղեկանալ այն ամեն ինչին, ինչը որ չի կարողանում իմանալ կամ տեղեկանալ որից է այլ միջոցով։ Իմ ընկերները բոլոր Հայաստանի բոլոր ծայրերում պատրաստ են մեզ օգնել եւ տալ այդ ամեն ինչը մաքսիմալ ճշգրիտ եւ մաքսիմալ բովանդակալից։ Կրկին անգամ շնորհակալ եմ, որ իմ կողքին եք, մեր կողքին եք, հայակվեի կողքին եք։ Եվ ուզում եմ, որ այսօրվանից սկսած շարունակաբար յուրաքանչյուր ժամի առանց երկմտելու գաք եւ կիսվեք եւ մտեք մեր գրասենյակ։ Մեր գրասենյակը բացվել է ձեզ համար, յուրաքանչյուր ժամի համար եւ ձեր ներկայությունով, ձեր խոսքով, ձեր հարցերով լրացնելու ու ավելի հագեցնելու մեր բոլորս քաղաքական շարժումը։
Շնորհակալ եմ կրկին անգամ որ մեր կողքին եք, սպասում եմ բոլորիդ սպասում եմ ամեն օր։ Շնորհակալություն շատ։ Շնորհակալություն։ Սիրելի ներկաներ, ինչպես գիտեք, Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը համագործակցության հուշագիր է ստորագրել միասնության թևեր քաղաքական նախաձեռնության հետ միասնաբար գործելու թեմայով։ Եվ այժմ այստեղ են միասնության թևեր քաղաքական նախաձեռնության անդամները եւ ես սիրով խոսքը ուզում եմ տրամադրել միասնության թևեր քաղաքական նախաձեռնության Լոռու մարզային պատասխանատու Վանաձորցի մեր կողմից շատ սիրված Վահագն Դավիթյանին։ Սիրելի ներկաներ, սիրելի հայրենակիցներ, սիրելի վանաձորցիներ, նախ շնորհակալ եմ հրավերի համար, պարոն Սողոմոնյան։ Ճիշտ է, եղանակային պայմանները բարենպաստ չեն, բայց ցանկանում եմ, քանի որ գտնվում ենք միանցյակում, մարտի 8-ից ապրիլի 7, ցանկանում եմ առաջին հերթին մեր կանանց եւ աղջիկներին շնորհավորել գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Միգուցե այս շնորհավորանքից հետո ձեր ժպիտները ավելանան եւ ավելի ջեր մթնոլորտում մեր միջոցառումը կայանա։ Շնորհակալ եմ բոլոր ներկաներից, մենք ևս ներկա ենք ձեր հավերով, շնորհակալություն, ցանկացած նախաձեռնություն, ցանկացած քայլ, որի գաղափարական հիմքը, որի գաղափարում հայ բառն է ու հայ ինքնությունը, դա ողջունելի է եւ ցանկացած գիտակից մարդ պետք է կանգնի տվյալ նախաձեռնության կողքը եւ աջակցի նման շարժումներին եւ միավորումներին։ Ես լիահույս եմ այսօր այստեղ տեսնելով բավականին կիրթ, գրագետ, իրենց աշխատանքային տարիներին բավականին լավ արդյունքներ ցուցաբերած, դրսևորած մարդկանց, ես տեսնելով նրանց այստեղ համոզված եմ, որ այն միությունը, որը տեղի է ունեցել եւ որը առաջիկայում վստահորեն համոզված եմ տալու է իր բարի պտուղները, ես առավել քան համոզված եմ, որ այսօր ճիշտ տեղում եմ գտնվում եւ համոզված եմ, որ նաեւ դուք եք ճիշտ տեղում գտնվում, որովհետեւ ինչպես ասում էր Մեծն Եղիշե Չարենցը, հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։ Եվ եթե մենք չհամախմբվենք, մեկ բռունցք չկազմենք, չենք կարող դիմակայել ոչ մի արհավիրքի, ոչ մի փորձության եւ ոչ մի արկածախնդրության, որոնք այսօր ծառացել են ու կանգնած են մեր երկրի, մեր հանրապետության, մեր պետության ու մեր պետականության առջև։ Շնորհակալ եմ բոլոր ներկաներին, շնորհակալություն ևս մեկ անգամ հրավերի համար եւ Հայաքվեն հայ բառը կրող որպես գաղափար թող իր բարի ոտքը բերի նաեւ մեր Լոռու մարզ, մեր քաղաք եւ ցանկացած տեղ որտեղ կբացվեն նմանատիպ գրասենյակներ թող իրենց բարի նպաստը բերեն մեր հայ ազգին, մեր ժողովրդին։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն սիրելի Վահագնը աջակցել է Հայաքվե նախաձեռնությանը նաև այն ժամանակ, երբ որ մենք որպես օրենսդրական նախաձեռնություն մեր ստորագրահավաքն ենք անում։ Շնորհակալություն դրա համար ևս Վահագն ջան։ Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության շրջանակներում նաև սիրով պետք է տեղեկացնեմ, որ ակտիվ, բանիմաց, խիզախ երիտասարդների նախաձեռնություն կա, որը կոչվում է Առաջ արժանապատվության շարժում, եւ ես սիրով այժմ խոսքը փոխանցում եմ այդ նախաձեռնության շարժման համակարգող քաղաքագետ Լևոն Չուկակելյանին։ Շնորհակալություն, անչափ հպարտ եմ եւ ուրախ, որ ճանաչում եմ Հայաքվե ազգային քաղաքացիական նախաձեռնության անդամներին, իրենց հետ ամեն անգամ երբ շփվում ենք, ամեն անգամ երբ խոսում ենք համագործակցության մասին, իրավամբ հասկանում ենք, որ հայոց ինքնության, պահպանման, արժեքների ամրագրման եւ հայոց ինքնության երաշխավորման գործում իրենք այն մարդիկ են,
որ ունեն ներդրում եւ շարունակաբար ջանքեր են գործադրում, որպեսզի այսօր ամենօրվա ռեժիմով հայոց ինքնությանը հասցվող վնասներին մենք կարողանանք դիմագրավել։ Առաջ արժանապատվության շարժման անունից ողջունում ենք այսօրվա միջոցառումը եւ Վանաձորի գրասենյակի բացումը։ Վստահ ենք այն մի յուրօրինակ հարթակ է լինելու այս պայքարի համատեքստում, որը նրանք սկսել են դեռևս շատ վաղուց եւ այդ պայքարի մասնիկն են դարձել նաեւ մենք։ Մաղթում ենք հաջողություն եւ իհարկե վստահ ենք, որ հաղթանակները չեն ուշանալու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն սիրելի Լևոն, իսկ այժմ ես եւս մի լավ մարդու եմ ուզում այստեղ կանչել, արժանապատիվ քաղաքացի, սիրված վանաձորցի, մեր գաղափարակից ընկեր, սիրված հանդիսավար Սասուն Հովհաննիսյանին։ Շնորհակալություն։ Մեծարգո հյուրեր, սիրելի վանաձորցիներ, ողջունում եմ բոլորիդ։ Ուրախալի է, որ հայ իրականության մեջ գոյություն ունի մի ուժ, որտեղ գաղափարի շուրջ համախմբվել են հայրենասեր եւ ինտելեկտուալ մարդիկ։ Մարդիկ, որոնց հասարակությունը ճանաչում է եւ իդեմս նրանց ունեն գործիչներ, ովքեր անցել են մի ուղի, որը արժանի է հարգանքի եւ երախտագիտության։ Հայոց բնորանը մեր հայրենիքը այսօր դժվարին օրեր է ապրում, ծանր օրեր է ապրում ամբողջ աշխարհը։ Եվ այս խառնաշփոթի մեջ մեզ պետք է հզոր դիվանագիտություն։ Մեզ պետք են մարդիկ, ովքեր կկարողանան ճշմարիտ խոսքով ուղղորդել հայ հասարակությանը, հայ ժողովրդին։ Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը, հայ երիտասարդությունը կերտելու են նոր հաղթանակներ, եւ այս գրասենյակի բացումը սկիզբներից մեկն է դրված այդ հիմքերի։ Մենք կառուցում ենք մի հիմք, մի պետություն, մի մշակույթ, որտեղ հայ քաղաքացին տերն է լինելու իր քվեին եւ բոլորին կոչ եմ անում ընտրության օրը անպայման գնալ ընտրատեղամասեր եւ իրացնել իրենց իրավունքը, որպեսզի ունենանք հզոր երկիր, որպեսզի ունենանք մեր երազանքների եւ մեր տեստականի հայրենիքը եւ այս գործի մեջ դիեզերքի արարիչ ամենակարող Աստվածը թող լինի մեր առաջնորդն ու ապավենը։ Շատ շնորհակալություն եւ այժմ թերևս ամենասպասված հայտարարությունը պետք է անեմ եւ այստեղ պետք է հրավիրեմ մի շատ սիրված, հարգված մարդու, մարդ, որ իր ամբողջ գործունեությամբ մարմնավորում է նվիրում հային ու Հայաստանին։ Մարդ է, որը ոչ միայն իր ստեղծած արվեստով, այլ նաեւ իր կազմակերպչական գործունեությամբ բացելով արար կենտրոններ Հայաստանի մի քանի տասնյակ բնակավայրերում տարածում է ազգային ժողովրդական արվեստը։ Սիրով խոսքը տրամադրում եմ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանին։ Լավ տեսնեմ։ Ողջույն, սիրելի հայրենակիցներ, մեր նպատակը մեկն է, վերակերտել ազգային պետություն, որտեղ ազգային շահը եւ պետական շահը, հայի շահը գերակա պետք է լինի։ Եվ այսօր այս գրասենյակի բացումը կարծում եմ միջոցներից մեկն է, վստահ եմ, որ միջոցներից մեկն է, որպեսզի մենք հասնենք մեր նպատակին։ Մեր արածի մեջ քաղաքականություն չկա։ Մեր այն ինչ որ անում ենք, մենք ընկերներով այստեղ, դա պայքար է։ Պայքար է մեր ինքնության համար, պայքար է մեր իրավունքների համար, պայքար է հանուն այն թափված սուրբ արյան, որը տապել են մեր հերոս տղաները։ Մենք այսօր այստեղ ենք ևս մեկ անգամ հարանորոգելու մեր երդումը, որ մենք տեր ենք կանգնելու մեր իրավունքների
Եվ մեր տղաների թափած արյունը այդպես պիտի չգնա։ Մենք պետք է մնանք մեր տեսակի մեջ, հայի տեսակի մեջ, որը ունի սրբություններ, որը ունի արժանապատվություն, նույնիսկ հացը մենք արժանապատիվ պետք է ուտենք։ Հակառակ դեպքում մեզնից կխռովեն հավեր մեր տղաները, այն տղաները, որոնք նախընտրեցին իրենց կյանքը զոհել հանուն մեր անցյալի եւ այսօրվա եւ գալիքի։ Եվ եթե թույլ կտաք միասին երգենք եւ մեր երգը նվիրենք մեր տղաներին։ Եվ թող որպես երդում լինի։ Բոլորս գիտենք երգը։ Arsen Grigoryan.
Ադոսները։ Կորացել չի, ասեն ջան, մեր գրասենյակում բան չի գործ։ Հարգելիներս, իսկ այժմ եկեք ականատեսը լինենք, թեև մենք մի քանի անգամ մտել ենք դուրս ենք եկել, բայց եկեք ականատեսը լինենք մեր գրասենյակի բացման խորհրդանշական արարողությանը, կարմիր ժապավենի կտրման արարողությանը, ինչի համար ես Ավետիք Չալաբյանին եւ Արարատ Գևորգյանին հրավիրում եմ այստեղ։ Որից հետո մեր շնորհավորանքները եւ ջերմ խոսքերը կնյութականացնենք ներսում բոլորիդ համար հյուրասիրություն կա նախատեսված։